Բարև ձեզ։ Սրբազանը գտնվում է ապօրինաբար կալանքի տակ եւ այսօր նրա ծնունդն է, ասացիք ուզում եք Իհարկե։ Կարծում եմ այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ կառավարության նիստերն են, ոչ այդ սուտի դրանց այդ բաներն են, ընտրապայքար, չընտրապայքար, այսօր մեծագույն իրադարձությունը Բագրատ Սրբազանի ծննդյան 55-ամյակն է, ինչը որ սիրով շնորհավորում եմ մեր այս հայրենավեր մարդու ծնունդը, ով իսկապես էլ ողջ էությամբ, հոգով, մարմնով նվիրված է իր երկրին, իր ազգին, եւ դա ոչ թե բառեր են, դա կենսագրություն է, որը նա ապրել է եւ պատերազմական օրերին, եւ պատերազմից հետո, եւ անընդհատ եղել է նրանց կողքին, ովքեր կորուստներ են կրել եւ կարողացել է փառատոն բերել, որովհետեւ ազնվագույն հայ է, նվիրում ունեցող հայ է եւ բնական է, որ Թշնամիները դավաճանները իմ երկրի ներսում գործող նրան ազատության մեջ չէին թողնելու։ Մանավանդ, երբ արդեն ընտրական օրերը մոտենում էին, այո, ամեն ինչ արեցին, որպեսզի մեկուսացնեն իր ժողովրդի նվիրական զավակին եւ կարողանան իրենց ուզած հունով ամեն ինչ տանել։ Եվ սա ես չեմ համարում լուրջ ընտրություն, որովհետև նա ով կարողացավ ոտքի հանել հայությանը, արդեն հույսը կորցրած հայությանը, նա ով կարողացավ ցույց տալ, որ կան ճանապարհներ հաղթությանը տանող, նա որ կարողացավ ասել այո, տաճարն է հաղթելու փողոցին, եռագույնն է հաղթելու սև սպիտակին, նա կարողացավ ասել, որ մեր ազգը հավերժի ճամփորդ է, եւ սրանց դա ձեռ չես տալիս։ Հիմա նայեք, սրանք որ եկել են անունը ինչ են դրել քաղաքացիական պայմանագիր, բայց ըստ էության ինչ է լափելու եւ ցրտելու կուսակցություն են ստեղծել եւ ասում են ուզում ես դու էլ մասնակից լինես լափին եւ մյուսին, ուրեմն արի մեր շարքերը եւ կլափես ու այսքանես այնքանես։ Հիմա ես ինչ եմ ասում, չի կարելի այսքան ուրեմն մարդը փորձի ինքն իրեն հիմարացնել, չի կարելի այսքան նվաստացնել ինքն իրեն եւ փորձել նոր բառեր լսել, նոր խոստումներ լսել, ինչի հանուն ինչի, որն է կատարվել, այն որ նախորդ ընտրարշավին ասում էին, թե Հադրութն ու Շուշին հետ են բերել, այն որ ասում էին, այս խնդիրներն են լուծելու, անվտանգության հարցեր են լուծելու, որ խնդիրն են լուծել, ինչ են արել այս մարդիկ, բացի իրենց պալատները կառուցելուց։ Իհարկե կարող է մարդն ունենան են բաները, բայց եթե երկրի անվտանգությունն ես ապահովել, եթե կարողացել ես այդ մինիմումը ապահովել քո ազգի եւ դու էլ քո պալատն ես կառուցել, ինքդ քեզ բայց սրանք ինչի համար։ Սրանք ինչ են արել, ինչ են տվել այս ազգին, կամ հիմա որ տեսնում են, եթե որևէ մեկը քննադատում է այս գոյանքներին, ասում են, դե այս ինչ ական է, այն ինչ ական է, ես մի քանի անգամ շեշտել եմ, որ մի հոգի կար լսում էի հերեսեր, հիմա հերես իր հետ հաղորդվում եմ, ինքը երկնքում է, իրեն կարող է լսեմ ինչ որ մի բան ասելուն կամ հիշեմ ինչեր էր ասում, իրեն կլսեմ, բայց ուրիշումը լսեմ, ես հերիքում եմ ինքս ինձ, որ գամ ասեմ մենք գործ ունենք դավաճանախմբի հետ, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր երկիրը տանելու են կործանման։ Իսկ եթե գալիս եք ինձ մեջ եք բերում կամ որոշները, դե գիտեք ինքը արևմուտք է տանում, ինքը երկիրը տանում է Եվրոպա բան, ես դրանց ասում եմ արա, այդ մենակի նախ ինքը այդքան խաբել է, այնտեղ մարդիկ կան, այն Գուրգեն Սիմոնյանքը ավելի առողջ է խոսում, ավելի մոտեցումները չէ, դա թող թեխվեն են կողմը, թող նրա անունը տան, չէ Նիկոլի անունը, այսինքն սրանց մոտ հիվանդություն է սա, ոչ թե գաղափարի մոտեցում է, հիվանդություն է սա։ Իսկ ընդհանուր առմամբ ես տենում եմ, որ կան առողջ ուժեր, որոնք պայքարի են, որոնք հայ մարդ են։ Ես իրենց կենսագրությունով եմ իրենց չափում։ Եվ ի վերջո, եթե մարդիկ գալիս են սենց հեշտ ասում են, դե գիտեք, թող դժվարություններ քաշեն, դուք ինչ եք քաշի, ողորմելի գետնակարճ, դուք խոփ տրյապկեք, որ ազգին էլ դժվարություն պիտի քաշեն առաջնորդները, նրանք ովքեր այս ծանր իրավիճակում հանձնառություն ունեն կատարելու, օգնելու ազգին դուրս գալ այս վիճակից, ինչը չի արվում։ Հիմա շարունակության մեջ նորից խոսվում է կորուստների մասին, բայց այստեղ ես պիտի ազնիվ լինեմ եւ ասեմ, որ գիտեք, նախորդ ընտրապայքարում եթե խոսում էր վերադարձնելու եմ, ես եմ անելու, այս ընտրապայքարը այդպեսին չէ։ Արդեն նա տեսավ, որ որևէ բանի ունակ չէ, որևէ բան չի կարող անել եւ հասկացավ, որ ազգը չի կարող ոչինչ պահանջել եւ արդեն չի ասում ես հետ բերեմ, այն հետ բերեմ, ասում է ես եմ տալու, այն եմ տալու, այսպես խոսում է, ասում է, այսինքն ինքը բացահայտորեն ասում է, որ
երկիրը շարունակելու է հանձնել, փոքրացնել, այն քարտեզն որ դες բաժանում է, դա հուշ է որպես բաժանում պատմական հուշ։ Արա որ ասում են, դե մեկը ասում է, դե գիտեք ցեղասպանությունը իզուր է Ուրանում, իզուր Այ ձեր ցավը տանեմ, այդ պատմական Հայաստանը սրանց ինչ։ Էս եղած Հայաստանի սրանք տեր չեն դառնում։ Հələ մի հատ էլ ուզում եք պատմական Հայաստան ունենաք, ուզում եք Ղարսասի, Արդահանասի, Մուշուվանասի, որ ուխի ասի։ Իրեն փող չի բերում այդ ու իր քպեին փող չի բերում, լափելու եւ ցրտելու կուսակցությանը ոչ մի օգուտ չի տալիս։ Իրանք հաջորդի հետ կապ չունեն։ Եվ դա ոչ թե բանով եմ ասում չունեմ, բայց այլու եմ ասում ես ընտրապայքարում ինքը ավելի ազնիվ է, ակնհայտ ասում է, որ այո երկիրը չի պահելու, այո ձեզ ցրելու է, էս է անելու է, նա կզծնելու է, այդ էլ է ասում, մենած բանով չեք պրծնելու է, ընտրեք ու թռնեք, ընտրում եք կամ չգան, կզծնելու է։ Եվ Բա ես ինչ եմ ասում, ինքը ասում է Դա հիմա այս մարդը զառանցում է, այս մարդը հիվանդ է, հիմա մենք պետք է գնանք հիվանդ մարդուն չի կարելի, չէ՞ ծաղրել։ Մարդը հիվանդ է, հիմա տես բաներ է ասում, եւ մենք էլ ընկել ենք ազգովի ուզում ենք ծաղրենք նրան։ Հիվանդ մարդ է, բայց մինչեւ հիվանդանալը ես հիշում եմ այն վաղ, երբ իբր առողջ էր, սա երկիր է ծախել, սա տղերքին է դավաճանել, սա բունկերում թաքնվել է, այնտեղ տղերքն էին զոհվում։ Սա եղել է, եւ սրա պատասխանն եմ ես ուզում, թե ես ընտրությունը ես կտամ, ձեզ կուտեք, են չեմ տա չեք կուտի, սենց բաները պայեք, չգիտեմ, այդ մանրա կենցաղների համար։ Ես եկել եմ սրան, եւ ես տեսնում եմ, որ նաեւ հոգին է վերացնում իմ երկրի։ Ես տեսնում եմ ինչպես է հարձակվել մշակութային օջախների վրա, եւ փոխանակ մենք մեր ստեղծագործական կյանքը կարգավորենք։ Բավականին լուրջ գործեր կան, արվում են, ես կարամ հենց գրողների միության մասով ասեմ, որ վերջերս լույս տեսած Վրաստանի մասին գիրքը Էդվարդ Միլիտոնյանի հրապարակած բերել էր գրողների միություն դիվանագետների, վրացի դիվանագետների, ովքեր եկան միասին այդ օրը կիսեցին եւ այդ բարեկամության հերթական ամրագրումը ունեցանք, հասկանում եք, որը ավելին էր, քան այս արտգործ նախարարության արած չարացները։ Այո, այդ մշակութային օջախները կարողանում են դա անել։ Եվ ես վստահ եմ, որ կոմպոզիտորների միությունը, նկարիչների միությունը, դրանք բոլորը ծառայում են մեր երկրին, մեր ազգին եւ հիմա կանգնած են դատական process-ների առաջ։ Ինչու՞։ Ինչի համար։ Ինչն է խանգարում, որ ստեղ լինեն այդ հոգևոր օջախները, դուրս ես գնում, տեսնում ես ինչ պատկառելի կառույցներ կան, ինչ հնարավորություններ, ինչ դրամագլուխներ կան։ Կեսը մի մասը մասնավոր, մի մասը այդպես պետական, հասկանում եք, այստեղ չկա նման բան։ Եվ սա ամեն ինչը ոգին է կտրելու, նայել։ Բայց ես տեսնում եմ, որ ընտրապայքարն էլ նա այդքան ուժեղ չի հասկացնում, կարող եմ վկայել, որ դեռ իր հզոր գունդը մեջտեղ չի անել, Ախուրյանցի անուն չկա, դրա մյուսները չկան, եթե նկատել եք դրանք առայժմ չի անել ասպարես։ Այսինքն դրանց կարիքը չունի։ Մի կիսա բան մեկը կա, այլում ասում է Իմ ախպերն է, իրար շատ բնորոշ են, իրար սազդում են։ Են էլ հիվանդն է, տարեք այդ երկու ախպերներին, մեկը հոգու ախպեր է, մեկը ես իմ ինչի ախպեր է, բուժեք, բուժում իրականացրեք, եւ ոչ է դրեք ծաղրեք։ Ես ուզում մի հատ այս պատկերը թողնեմ 1 րոպե չափ տեսնենք։ Եթե անջատեք կաս։ Տեսեք, ինքը իհարկե կհիվանդանար եւ ինձ փոքրուց սովորեցրել են հիվանդ մարդկանց չծաղրենք եւ գնահատականներ չտանք, բայց ինքը ասում է նոր է հիվանդացել։ Ինքը ասում է ինչ ես կենթանի, այսինքն ինչ ես ողջ մնացել, բայց ես այդ տղան չեմ լսել, որ հայտարարի, եթե հարկ լինի կյանքս կտամ, այս մարդուց լսել եմ, որ ասում էր հարկ լինի կյանքս կտամ։ Եվ ես այս ամբիոնից ասել եմ, այդ ողորմելի կյանքդ պահել ես ինչ անես, որ հերթական անգամ սրա նրա յալանչին դառնես ընկնես, ազգից մեջ հերթական անգամ խափես, ասես, որ ինչ ելնի, որ մի երկու կլոուն էլ կան, հելել են ծնծղաներ են դեմիցը տանում, որ մի երկու կոպեկ շպրտես վրները, եւ դրանով այդ անասնակալացությունը ինչ է տալիս մարդուն, մարդը հոգեվոր մի է
միավոր է ինչպես Բագրատ Սրբազանը որի վրա բոլոր նրանք ովքեր հերյուրանքներ տարածեցին ովքեր կեղծ վկայություններ տվեցին դրանք բոլորը հայտնվելու են զնդանում դրանք բոլորը պատասխան են տալու եւ հենց միայն դրա համար եթե մեր ազգը բարոյական կշիռը գոնե չեմ ասում բարձր լինի գոնե միջին մակարդակի լինի սրանց մերժելով պիտի կարողանա իր հավատի առաջնորդներից մեկի դատապարտողներին կանգնեցնել արդարադատության առաջ հավատացեք նման դեպքերում ազգային զարթոնքը սпасելի կլինի իսկ այսպես հնարավոր չէ չես կարող բարոյազուրկ խմբով կամ այս վիճակով կիսատ պրատ գնաց եւ հաղթանակներ տոնես չի լինում այդպես մենք պիտի սթափվենք մենք պիտի միաբանվելու առաջի պայմանը այո ազգային արժեքներն են երկիրը փրկելն է ինչը ես տեսնում եմ ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս այդ դիրքերից եւ ամեն մեկը իր ելքն է գտնում բայց լինեմ անկեղծ ու ասեմ ես չտեսա այն վերլուծաբաններին ովքեր կկարողանան մանրամասնորեն եւ տնտեսական եւ քաղաքական խորություններով ներկայացնել ինչ է տալիս մեզ այս ուղությունը այն ուղությունը մյուսը մանրամասնորեն որ այս ժողովուրդը հասկանա որ դեպքում է կործանվում որ դեպքում է երկրից փախչում եւ որ դեպքում է զարթոնք ապրում որ դեպքում է կարողանում շենացնել երկիրը եւ ընդհանրապես այդ շահերի համադրումները որտեղ են իհարկե դրանք կան իհարկե կան բայց այս անկարողները ծույլերը լափելու եւ ցրտելու կուսակցության պարագլուխները չեն կարող որևէ առողջ միտք տալ մեզ չեն կարող որտեղ վիճակի չեն բայց մենք էլ սադիստավարի ընտրում ենք սրանց եւ սրանց բերում են չեն կարող եք հələ չեն կարող հələ ասում եմ չեմ կարող հələ կոռումա ասում եմ կզծնելու եմ եւ ճիշտ է ասում որովհետեւ եթե հերթական անգամ էլ ընտրեք այո պիտի կզծնի եւ այդտեղ ես իր հետ չհամաձայնվել չեմ կարող որովհետեւ բոլոր նրանք ովքեր երկրի դավաճաններին երկիրը հիմա մտածածին կերպով դիտավորյալ թե ակամայ այդ ամեն ինչը տեղի ունեցել արդեն եղել է մենք կորցրել ենք շատ բաներ եւ ոչ միայն Արցախը որը մեր իսկապես էլ ամրության խորհրդանիշներ մեր լինելության վկայագիրներ մենք դա կորցրել ենք եւ հիմա այն հեքիաթները որ ասում են հեսա հետ կբերենք որը ինչով հետ բերենք այս ծաղրացումներով ես այս վերջերս նորից դերտում էի Մարինե Պետրոսյանի տողներ որը իսկապես էլ տպավորիչ էր ասում է մեր բոլորիս տունը կառուցելու փոխարեն առանձին մեծ ու փոքր այդպես ամառանոցներ ու բաներ էինք կառուցում իսկապես էլ այդպես է մենք չկարողացանք այս ընդհանուրի այդ մեծ սիրո կրողը լինել չկարողացանք մարդիկ փուճուր օքի կրողներ էին եւ այդպես մանրախնդիր էին եւ կարողանում էին երջանկանալ այդ առանձնատներով այդպես չի հասկանում եք այս մեծ տունը պիտի կառուցվեր այս մեծ ամրությունը որ կարողանար այո աշխարհի հետ կռվել պիտի կարողանար եթե այս ասում եք Արցախը հետ բերենք ուրեմն մենք պիտի Թուրքիայից ուժեղ լինենք եկեք մեզ չխապենք այդպես Ադրբեջանի խնդիրը չի այդ մոլորվածին որ տենց խապել ասել են հաղթել է սարա ինքը լավ գիտի որ չի հաղթել ինքը լավ գիտի եթե մենակ մնա Հայաստանը շատ է քիչ է ինքը ինչ է ինքը գիտի որ հաղթել չի կարող ինչպես եւ 44 օրյայում չկարողացավ հաղթել եւ նրան միացած պետությունները ամեն ինչ արեցին որպեսզի սատար կանգնելով կարողանան այս պատերազմը իր համար այսպես քողարկված ինչ որ հաղթանակի վերածել ինչը որ եղավ որովհետեւ ասել եմ որ եթե ոչխարն է առյուծների առաջնորդը հաղթանակներ չեն լինում այ եթե առյուծը լիներ առաջնորդ հաղթանակներ կունենայինք ինչ գինել դա արժանար եւ բոլորովին այլ է հաղթությամբ պսակված պատերազմը բոլորովին այլ է այստեղ զոհերին ցավով մոտենալը եւ հպարտորեն ասելը որ դուք հաղթանակ եք կերտել անմահության մարտիկներ եւ բոլորովին այլ է երբ տղերքի բերած հաղթանակը սրանք փոշիացնում են իրենց անկարողությանն են մոտեցնում եւ ես ասել եմ այն որ առանցքն էլ սա այս պատերազմը այս ժամանակահատվածի որը խորը վերլուծությունների չարժանացավ քողարկվեց անընդհատ այստեղ այնտեղ կծֆռը եւ չկարողացան նայել ժողովրդի աչքերին ես չեմ ասում միայն նրանց ովքեր կորուստներ ունեցան այլ հայ ժողովրդի որ իր հաղթական հզոր քաջ զավակների այրունը խմեցին այս վամպիրները սա է իրականությունը եւ բոլոր նրանք ովքեր գնում են այս վամպիրներին վերաշնչավորելու հիպնոսի տակ կլնեք արա դմբո ու դեբիլ կլնեք ինչ կլինեք թե խապված կլինեք ձեր հաշիվների մեջ իմ համար այլևս դավաճաններ եք
թշնամիներ եք, որովհետև բացահայտորեն մարդը ասում է, այ ախպեր, ես չեմ կարող երկիրը պահել, հանձնելու եմ, եւ հələ չգիտենք թե ինչեր։ Եվ դուք գնում եք ասում եք արի հանձնի ցավը տանեմ։ Այս Հայաստանը կհերիքի որ ծախենք, մեր մի կյանքը ապրենք ու ռադլնենք գնանք մոլորակից։ Դա իմը սպանվողը կսպանվի, սպանողը կսպանի, ես գիտեք ինչ կա, այստեղ մի ուրիշ խնդիր է, որ ակնհայտորեն արդեն ներկայացվում է ամեն ինչ, այստեղ արդեն մութել չկա, էլի եմ ասում ճիշտ է հումորով, բայց լուրջ նաև կա, այստեղ չէ, բան նա չի վերում նաև այն զորագունդը, որը մենք սովոր էինք տեսնել, պատռում էին իրենց կոկորտները, որ այսպես վերևը Աստված, ներքևը Նիկոլիկ, հիմա տես բաներ չկա։ Ես գիտեք մտածում եմ, որ այնուամենայնիվ հարգելի մայրամ, սթափությունը այս անգամ պիտի վերջնականորեն գոնե գործի, որովհետև այո, ճիշտ եք ասում, եթե գալիս են այդ թուրքերը անվտանգ չի լինելու իրենց զավակն, իրենց կյանքը, իրենց զավակների կյանքը անվտանգ չի լինելու։ Եվ եթե կարծում են, որ մոլորակի տարբեր հատվածներում ապահովություն կգտնեն, իհարկե չի լինելու։ Հիմա տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական վիճակը այնպիսին է, որ այն ազգերը, որոնք ուզում են երկիրը պահել, կռիվ են տալիս, պայքարում են, մեր աչքի առաջ Իրանն է։ Դժվար օրեր է Իրանը ապրում, գիտեք, գերտերության հետ է պայքարում է։ Եվ նրանց առաջնորդը ինչ ասեց, ինչ եմ անում այս ծեր մարմինը։ Նա պատրաստ էր գնալ զողության եւ գնաց։ Այս կլոունի պես չէր, որ ասեց կյանքս կտամ ու պահել այրա, ողորմելի գետնակար կյանքը, որը ոչ մի կերպ չես կարող հերոսացնել։ Մարդը հիվանդ մարդ է դարձել, իր մտքերի ձեռը, իր ստի ձեռը, իր անկատարելության ձեռը, նրանք ովքեր փորձում են իրենց, ինչպես Դե արդեն նրանք եղել են ամենասկզբում, հիմա կարծում եմ այդ ամեն ինչի գնահատականը իրան իսկապես էլ կարողացել է ոչ թե խենթացնել, հիմարացնել երևի կամ չգիտեմ հիվանդ դարձնել եւ գգա օրը որ գուցե եւ գնահատականներ նաեւ բժիշկները կտան, բայց մեր ժողովուրդը պիտի մի քիչ խելոք գտնվի եւ այլևս չտանջի սրանց։ Նախ թույլ տա որ կանգնեն արդարադատության առաջ ու հասկանանք սրանց կատարած հանցանքի չափը եւ այն իրավական համակարգը, որը ծառայեց այս հանցախմբին, սրանք հավասարապես պատասխան են կրելու եւ ելի եմ ասում հանիրավի դատված մեր հայրենակիցների ուրեմն մահվան պատճառ դառած հիշենք Արմենին եւ ուրեմն տարբեր հիվանդությունների հիմա Սամվելյանն է այստեղ տարբեր հիվանդություններ ձեռք բերեց եւ էլի տարբեր մեր հայրենիներ եւ այս պահին Սրբազանը որ ազատ մարդ է այդ ինքը չի մեկուսացված այդ մենք ենք մեկուսացված չունենալով իր ճկնախ հաղթական ներկայությունը մեր կողքին Բղավում էր այն մասին, որ ինչ անցանք է գործել եւ ինչ իրողության է, հիմա մենք կադրերը կտեսնենք եւ այս պատկերից հետո Նիկոլ Փաշինյանը ասում է թրենդ է դարձել ամենտեղ այսօր sense ծնողներ են գալիս խոսում Քրիստինե Վարդանյանը ճիշտ ասաց, բայց լավ առանց տեսնելու ասեմ հարգելի մայր լավ տեսնեն իրավապահները թող տեսնեն Հայրիկյան ձեզուն են տանում ձեզուն են տանում չգիտեմ ուր է տանում ով եք ու կրեք ընչ է տանում ես իք մահաժն եմ տնում ինչ է տանում իմ երեխ ուստարեց մարան վանեց անձան տնում Այսպես
Գիտեք, հիշեցի այն դեպքը, երբ սրանք եռաբլուրից էին քարշ տալիս ծնողներին, նման մի բան էր, բերանը փակում են, տանում են, եւ հիմա որ դուք ասում եք ադրբեջանցիները գգան այնա եկել են, էլի, այսինքն որ գան ինչ են, այս նույն բաներն են անելու, քարշ են տալու, այս են անելու եւ ընդհանուր տեղից հեռու մի տեղ էլ ոչնչացնելու են, էսա լինելու։ Դե հիմա էսա եթե այն ազգերը ովքեր իրենց երկրին, իրենց հողին տեր չեն ուզում լինել, ուրիշը գգա կլինի։ Խոսքը կա, չէ, եթե դու քո զորավարներին, քո կռվողին չես կերակրում, քո բանակին, ուրեմն կգնա գգա ուրիշի բանակին կերակրես, հիմա մենք ուրիշի բանակ ենք կերակրում, այսպես գալիս հարձակվում են հայերի վրա, տանում են, խոշտանգում են, լռեցնում են, այո, որովհետև ասում են դուք արժանի չեք երկիր ունենալու, որովհետև դուք պայքարից դուրս եք մղվել։ Սա գալիս է եւ կարողանում է պատտվել էլի իր երկրում, կարողանում է երկրի կենտրոնում կանգնել ասել կզցնելու եմ եւ այս մարդը չի խափում այս դեպքում։ Ես էլի եմ ասում, նա արդեն ավելի բաց է խոսում եւ բաց է ասում։ Եթե մենք այսքանից հետո չենք կարողանում հասկանալ, լավ, սա ինչ անի, իր հիվանդ հալին։ Հիմա ինչ անի, էլ ինչ ասի, էլ ոնց ասի, արա ինձ կապել են, ինձ այնտեղ Անգլիա, ծրագիր տվել են, ասում են, «Պետք է կատարես», ես ինչի Անգլիա անուն տվեցի, որովհետեւ պատերազմից անմիջապես հետո էր, երբ ելույթներ էին ունում արտգործնախարարը տարածաշրջանի մասին խոսելուց Հայաստանի անունը չտրվեց։ Սա գիտեք ինչքան զարմանալի էր ինձ համար ոնց թե խոսում են այս շրջանում Անդոր Կովկասյան այս տարի եւ չկա Հայաստան իրենց համար չկա եւ մենք այդ ծրագրի մեջ ենք գնում մխրճվել ենք գնում ենք այդ արևմուտքի որ չկա այն Մակրոնն էլ գալիս հրա գլուխը շոյում է երևի պաչելն էլ դուր է գալի պաչպչվում է այդ բանը անում բայց մենք գիտենք չէ այդ նույն մակրոնականները ինչ էին արել Կիլիկյան հանձնեցին Արցախը հանձնեցին հիմա էլ եկել է ստեղա գլուխը շտոյում վերջում էլ կասի տեսակ հայեր Արցախը խաղաղեցրեցի Կիլիկյան տեսակ դարձել է ձեր համար ընդամենը երկ հիմա Արցախի երկը թեպետ Գուրգեն Գաբրելյանի այն ցավոտ երկը գրված էր դեր այն ժամանակ բայց այդտեղ պայքարի շունչը կար նաև այն ցավը տառապանքը բայց նաև այդ հրաշալի մանկագիրը կարողացել էր իր հորովելով ցույց տալ այո այդ ուժը, որով պիտի կարողանան պայքարել։ Հիմա Հայաստանի մասին երկեր կգրեն, կասեն, որ այսպես, բայց ոնց կարելի է, էլի։ Ոնց կարելի է այսքան հիմարանալ, ոնց կարելի է չսիրել։ Այդ մեծ սիրո բացակայությունն էր, որ այս ատելությունը կարողացավ տիրաբար քայլել մեզանով։ Այս չարքապատկանների բերած ատելությունը իրար հանդեպ, ինչը շարունակվում է եւ կշարունակվի, եթե մենք գնանք եւ քվետանք, գիտեք, այդ մահվան վկայականը հերթական անգամ վավերացնելով։ Դե պարզ ասում եմ, ուզում եմ հեռաց տեսնի, ուզում եմ չլինի, ուզում եմ Հայաստանն էլ վերանա, հայն էլ վերանա, դա ինքը կմնա անդատապարտելի, ոչ մեկ իրենից չի պահանջի, Արցախի գինը ոչ մեկ իրենից չի պահանջի, մեր այն կորուստները, այն թանկ դառնած դառը կորուստները, նա իհարկե այդ որ ասում է 4000, 5000 եւ դրա վրա այդ հազարների վրա բազար անում, մի հոգու երկու հոգու մասին չի խոսքը, հազարների մասին, կանգնել է բարած քանչի 4000-ը, այսքան չի, դու մեզ էլ ես սպանը, պալաս, բայց ես մի տեղ որ ասեցի, ինձ Կարին Տոնոյանը ուղեց, ասում է գիտես ինչ լավ կլիներ որ մեզ էլ սպանեին, եւ ես իր հետ համաձայն եմ, սա ավելի դաժան է տեսնել ինչպես են քաջերը լռում եւ ինչպես են շարլատան սրիկաները հելել հերթական անգամ մոլորեցնում մեր ժողովրդին հուսով եմ որ սթափությունը գործելու է հուսով եմ որ հայի գենը արթնանալու է ձեր մեջ եւ Հայաստանը փայփայելով պահելու ենք Ինքը տեսեք ինչ բարի է մեր ժողովրդի հանդեպ, ինքը չի ասում, որ մարդկությունը ստեղծվեց այդ ժամանակ հայերը չկային,
Այդ ժամանակ լեզու էլ չկար, հայերեն էլ չկար, տառեր ընդհանրապես չկային եւ տառեր ստեղծող մաշտոցին էլ են ատում եւ հայ մեծերին էլ են ատում, որովհետեւ մեզ ուզում են տեսնել մի սովորական ազգ, բայց այս ազգը, որ աշխարհի պատմության մեջ, մարդկության պատմության մեջ մեծ ներդրում ունի, ավանդ ունի դրական իմաստով, կարողացել է այո լուսավորել այս մոլորակը, մարդկանց հոգիները, հիմա անգել են այս խավարամի չարկապատկանների հետևից են գնում, հասկացանք լավ մի քանի մոլորյալներ, բայց մեր ազգը չունի այդ սթափ մտածողներին, Իհարկե ունի եւ ես հավատում եմ ձեր տիրական քայլին եւ ոչ էլ նայեք թե ով է ձեզ դրսից ներսից կառավարում ձեզ թող կառավարի Հայկ Նահապետը հայ ժողովուրդը եւ եթե ական եք ուզում եղեք ուրեմն Հայկ Նահապետի զինվորը եղեք Եռաբլուրի քաջերի զինվորը եւ պայքարեք ու կտեսնեք որ հաղթանակը ինքն է գալիս Փարվում ձեզ, սիրելի ժողովուրդ, ճիշտ ընտրություն կկատարեք եւ այս անգամ թույլ չտաք չարկապատկան հողատուներին, հայրենադավերին տիրական դառնալ մեր երկրում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ